Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Դարձյալ եմ ասում, ուրախ եղեք, Տերը մոտ է։ Այսօր ծաղկազարդ է, սիրելիներ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափար եւ հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, որ խորհրդանիշն է նորոգության, նորոգվելու, նոր մարդ դառնալու եւ մեր հոգեվոր Երուսաղեմի մեջ մեր սիրտ իբրև տաճար պատրաստելու, որ Տերը գա եւ բնակվի։ Որպեսզի հասկանանք խորհուրդը, թե ինչու ծաղկազարդ, ինչու Տերը վերջին անգամ այսքան հանդիսավոր մուտք գործեց Երուսաղեմ, պիտի վերադառնանք Երիքով քաղաք։ Երիքովը խորհրդանիշն էր դժոխքի, մեղքի, որտեղ մարդը մեռած էր։ Հիսուս գնաց Երիքով, այնտեղ փրկություն քարոզեց եւ բարձրանում էր դեպի Երուսաղեմ, որ նշանակում է խաղաղություն։ Խաղաղության իշխանը գալիս էր մարդկանց մեջ խաղաղություն հաստատելու։ Երբ Երիքովից դուրս եկավ, ճանապարհին երկու կույրեր կային, որ աղաղակում են ասելով. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր մեզ։ Եվ ամբողջը փորձում էր լռեցնել նրանց, բայց սրանք ավելի բարձր են աղաղակում ասելով. Դավթի որդի Հիսուս, ողորմիր մեզ։ Եվ Հիսուս կանչելով հարցրեց. Ինչ եք ուզում։ Եվ նրանք ասացին, որ մեր աչքերը բացվի։ Եվ Հիսուս պատասխանեց ասելով. Թող ձեր հավատքով տրվի ձեզ։ Մինչև մարդու աչքերը չբացվի, նա չի կարող տեսնել Հիսուսին, չի կարող զգալ Հիսուսին եւ քայլել Հիսուսի հետ, սիրելիներ։ Եվ ինչպես այս կույրերի աչքերը բացվեցին, Հիսուսին ճանաչեցին եւ նրա հետ քայլելով եկան Երուսաղեմ, այնպես էլ մինչև մեր այս պայծողության շրջանի միջով մեր հոգու աչքերը չբացվի, մեղքի վարակույրը մեր աչքերից այն կողմ չտանենք եւ Տիրոջ լույսը չտեսնենք, մենք չենք կարող Քրիստոսին դիմավորել։ Երբ հասան Բեթագե, Բեթանիա, այդ գյուղաքաղաքները կամ գյուղերը, որ նշանակում էր Բեթանիա սուքի տուն, Հիսուս ասում է գնացեք ձեր դիմացի գյուղը Երուսաղեմ, այնտեղ ասում է կտեսնեք էշ եւ ավանակ կապած, կարծակև կբերեք։ Եվ եթե մեկը հարցնի ձեզ, թե ինչու եք անում, կասեք, որ Տիրոջը պետք է, եւ նրանք թույլ կտան, որ բերեք։ Ինչպես որ սատանան է մարդուն կապած պահում, այնպես էլ այդ այշերը կապված են այդ օրինակով, որ մարդը, երբ որ իր հոգևոր նկարագիրը կորցնում է, իր աչքերը փակում եւ մեղքն անընդհատ տեսնում եւ մեղքն է փնտրում, սատանան նրան այս կենթանիների պես կապած է պահում, բայց երբ որ Տերը հրամայում է, սատանան ազատ է թողում։ Եվ այդպես էլ պատահեց, երբ որ Պետրոս եւ Հովհաննես առաքյալները գնացին, որ արձակեն վերեն, հարցրեցին. ինչու եք անում, ասացին, որ Տերն է ուզել, եւ նրանք թույլ տվեցին, որ բերեն կենդաններին։ Եվ բերեցին նրա վրա շորեր փռեցին, Հիսուս նստեց եւ հանդիսավոր մոտեցավ Երուսաղեմին, այնպես որ Երուսաղեմը դղրդաց։ Ինչ տեղ ունեցավ Հիսուսի գալով, սիրելիներ։ Հիսուս շատ անգամներ էր եկել Երուսաղեմ, եւ ընդհանրապես Հիսուս ուր որ գնում էր, ոտքով էր գնում, երբեք ավանակի կամ ձիու վրա նստած չգնաց։ Բայց վերջին անգամ եկավ ցույց տալու, որ ինքն է թագավորը, փրկիչը, խաղաղության հաստատողը եւ ոչ թե պատերազմ բերողը։ Եթե ձիով գար, ձին խորհրդանիշն է պատերազմի։ Շատ շատերն են մինչ այդ ձիով մտել Երուսաղեմ, քանդել, ավիրել։ Բայց Հիսուս ավանակը նստած, որ խոնարհության խորհրդանիշն է, որ թագավորը խոնարհաբար է գալիս մեզ մարդկանցս կուրացած աչքերը բացելու, մեր հոգու խավարը ցրելու, մեզ դեպի փրկություն առաջնորդելու։ Եվ ինչպես 40 օրեկան, երբ որ տաճար եկավ, քաղաքը դղրդաց, մարդիկ դուրս եկան, տեսնելու թե ինչ է պատահել, այսօր էլ քաղաքը դղրդաց, մարդիկ վազելով դուրս եկան, որտեղ լսել են, որ նախորդ օրը Բեթանիայում 4 օրվա մեռել Ղազարոսին հարություն էր տվել եւ հավատացել են, որ Հիսուս մարգարեն ըստ իրենց խոսքերի գալիս է։ Եվ մարդիկ իրենց հագուստները հանեցին, փռեցին նրա ոտքերի տակ, եւ շատերն էլ ծառի ճյուղեր, արմավենու ձիթնու կտրտում են եւ փառավորում են Հիսուսին։ Այդ հանդերձները փռելը նաեւ մեր հնացած, մեղքով հնացած մեր էությունը փոխելն է։ Հագուստի պես հանում ենք մեր հին մարդուն, որպեսզի Քրիստոսին հագնենք մեր վրա։ Իսկ ծառերն ու ճյուղերը շատ գեղեցիկ խորհուրդ ունեն, սիրելիներ։ Ծաղկած էր այդ օրերը, ամբողջը գարուն էր։ Եվ երբ որ մենք ծառի ճյուղին մոտենում ենք, ծառի ճյուղի վրա 3 բան ենք տեսնում. ծաղիկ,
տերև, հետո պտուղ։ Ծաղիկը մեր հավատքն է, սիրելիներ։ Եթե մեր հավատքը ծաղկի պես չբացվի, չանուշահոտի, մենք չենք կարող Քրիստոսին տեսնել։ Բոլոր մարդիկ, ում հավատքը, որ միայն վստահությամբ է, որ Տերը կա, բայց ինքը այդ Տիրոջը չի ճանաչում, դուրս չի գալիս հրավերու կամ հրավեր չի ուղարկում, որ Տերը գա, իր մեջ բնակվի, իր ծաղիկը պիտի թողում, այսինքն իր հավատքը կենթանի չպիտի լինի, մեռած հավատ պիտի լինի եւ մենք էլ մեռած մարդ պիտի ապրենք այս աշխարհի մեջ։ Տերևը հույսն է, երբ որ ծառը տերևը դուրս է գալիս, հույս կա, որ այս ծառի մեջ կյանք կա, կենթանություն կա։ Ուրեմն տերևի պես մեր հույսն էլ պիտի այնքան զորավոր լինի, որ մենք վստահ լինենք, որ Տիրոջով մենք կյանք ունենք եւ վերջապես պտուղը սերն է։ Ծառը արժևորվում է իր սիրով, պտուղով։ Եթե ծառը պտուղ չտա, մենք չենք կարող այդ ծառը այլևս սպահել։ Մենք ինչու ենք այսօր ուրենու ճղեր օրհնում։ Ուրենին ինքը վայրի եւ անպտուղ ծառ է։ Եվ ինչպես որ մենք վայրի անպտուղ ենք, մինչև Քրիստոսի հավատքը, հույսը, սերը մեր մեջ չդնենք, մենք չենք կարող պատղաբեր դառնալ եւ կյանք ունենալ մեր կյանքի մեջ։ Իսկ արմավենին ու ձիթենին, որ բերեցին Հիսուսի ոտքերի առջև, դա Տիրոջ ճշմարիտ վարդապետությունն ու փրկությունն է մարդուն։ Ձիթենին լույսն էր եւ ճշմարիտ լույսը գալիս է մեր մեջ բնակվելու։ Եվ ինչ են անում մարդիկ, թագավորի պես դիմավորեցին Հիսուսին։ Օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, փառք նրան, բարձունքներում, օրհնություն Դավթի վրա։ Սա ուրախության օր է, սիրելիներ։ Մարդիկ ուրախությամբ դիմավորեցին։ Այսօր ծաղկազարդ է, բայց վաղվանից սկսում է ավագ շաբաթը կամ չարչարանքների շաբաթը։ Ցույց տալու համար, որ մեր ուրախությանը անմիջապես կարող է տխրությունը հաջորդել, չարչարանքը, նեղությունը, որտեղ Սուրբ Գիրքը այդպես է վկայում, որ ուրախությունը ու տխրությունը հարազատ քույրերի պես են, միասին քայլում են, մեր կյանքի մեջ ամեն օր նույնն է։ Բայց շատ կարևոր այս ուրախությունը, որ Պողոս Առաքյալի խոսքն էր այսօրվա, միշտ ուրախ լինենք Տիրոջով, ուրախ լինենք, որտեղ Տերը մոտ է, այս ուրախությունը նեղության, չարչարանքի ժամանակ տխրության, հուսահատության եւ անհավատության չվերածվի։ Կարողանան Քրիստոսի հետ խաչելության, թաղման ճանապարհով հասնել հաղթանակած հարության, որ մեր փրկությունն է։ Երբ որ ժողովուրդը դիմավորեց Հիսուսին, Հիսուս չուզեց փառավորվել, սիրելիներ։ Առաջին բանը, որ արեց, իջավ էշի ավանակի վրայից եւ գնաց ուղիղ տաճար։ Տաճարը մաքրելու, որովհետեւ տաճարը, որ աղոթքի տուն էր, մարդիկ պիտի հավաքվեին աղոթեին, վաճառատեղի են սարքել, շուկայի են վերածել, արջարներ, աղավնիներ, լումայափոխներ, ամեն բան կար տաճարի մեջ։ Նախ ցույց տալու համար մարդկանց, ովքեր ուզում են օրենքով ապրել, այդ օրենքը գրողները, դնողները, առաջին իրենք են խախտում օրենքը եւ տաճարի տերը գալիս է այդտեղ հաստատելու, որ մենք պետք է աղոթենք։ Տաճարը հոգևոր իմաստով մեր սիրտն է, սիրելիներ։ Եթե մենք հոգևոր Երուսաղեմն ենք, մինչև մեր մեջ խաղաղությունը չհաստատվի, Տերը չի կարող գալ մեր սրտերի մեջ բնակվել, առաջին գործը, որ մարդը պիտի անի, իր սիրտը միշտ մաքուր պիտի պահի։ Եվ այս սրտի մեջ ամեն բան կատարվում, ամենամեծ ճակատամարտերը, պատերազմները, դավաճանությունները այս սրտի մեջ են տեղ ունենում։ Եվ այստեղ է, որ բարին ու չարը ամեն օր պատերազմում են, թե ով պիտի հաղթի։ Եվ միայն քեզանից է կախված, թե դու որ կողմը կթեքվես։ Քո սիրտը դու էլ առևտրի կետ կվերածես, որ մարդու հետ շահով շփվես, ումից ինչ օգուտ ունես, բարեկամություն հաստատես, ընկերություն հաստատել։ Ցավոք սրտի այսօր արդեն մարդիկ շահով ամուսնանում են, հետո բաժանվում են։ Այս ամենը բերում է, որ քո սրտի մեջ Տերը տեղ չունի։ Դու Տիրոջը չես հրավիրել։ Եվ այդ նույն պահին քահանայապետերը, դպիրները լռեցնում են, որ Հիսուսին մոտեցան ասելով, որ ասա թող լռեն, եւ Հիսուս ասում է, թե սրանք լռեն, քարերը կաղաղակեն։ Եթե մի օր Երուսաղեմում լինեք, այդ քարերը կտեսնեք, ինչպես են քարերը, որ ավանակի դեմքի տեսք ունեն, Օվսաննա գոչել, աղաղակել, որ Տերը գալիս է։ Եվ այդ տաճարի մեջ կային կաղեր, հիվանդներ, որ Տերը բժշկեց նրանց, եւ մանուկներ, որ փառաբանեցին։ Այն մանուկներ, ովքեր 40 օրեկան էին, նրանց ծնողները բերել էին տաճարը ընծայելու, եւ այդ երեխաները փառաբանեցին Հիսուսին։ Եվ Հիսուս հետո տեսավ այդ ամենից հետո թողեց, նորից վերադարձավ Բեթանիա, այնտեղ գիշերը քնելու համար։ Հիմա Պողոս Առաքյալ այսօր այս խորհրդի մեջ մեզ ասում է. ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում, որովհետև Տերը մոտ է, սիրելիներ։ Մարդու ուրախությունը տեղից ու վայրից կախված չէ։
ունեցած չունեցածից կախված չէ։ Մարդ ուրախությունը անձի հետ է կապված։ Այսինքն մեզ համար Քրիստոսից է կախված մեր ուրախությունը։ Ինձ անցյալ օրը մեկը գրել էր, որ Տեր, ինչպես մենք ուրախ լինենք այս ամբողջ թշվառության մեջ, տխրության մեջ, ցավի մեջ, վշտի մեջ։ Այո, կարող ես ուրախ լինել։ Հոգևոր ուրախությունը մեր սանձարձակ կյանքի, այլասերված երկուպարի զվարճանքների մասին չէ։ Հոգևոր ուրախությունը բալասանը մեր ցավի մեջ։ Դավիթ մարգարեն է ասում. իմ տխրության ցավի մեջ քո խոսքը, քո ներկայությունը ինձ համար մխիթարություն եղավ։ Եթե դու Հիսուսով այս կյանքի մեջ հոգևոր ուրախությունը չունենաս, գոհություն չունենաս քո կյանքի մեջ, գող սիրտ չունենաս, այո, դու ամեն օր պիտի տխուր լինես, պիտի ամեն օր հուսահատվես, ամեն օր պիտի տխրես։ Նայեք ծառի օրինակը, քամին, անձրևը, փոթորիկը ինչքան էլ գալիս է հարվածում է, ամեն դեպքում ծառը իր պտուղը պահում է իր վրա։ Ցույց տալու համար, որ եթե դու հոգևոր ուրախություն ունես, Տերը քո կյանքի մեջ ներկա է, դու Տիրոջով ծաղկազարդվել ես, զարդարվել ես, չի կարող քո հավատքը, հույսը, սերը քեզ տխուր պահել։ Տխուր են այն մարդիկ, ովքեր միշտ դժգոհ են իրենց կյանքից։ Տխուր են այն մարդիկ, ովքեր սին ու փուջ երազանքներ ունեն եւ չեն կարողանում հասնել իրականացնել։ Բայց ամենագլխավորը սերը չկա նրանց կյանքի մեջ։ Հիսուսի այսօրվա գալուստը, որ օրհնություն է բերում մեզ, խաղաղություն է բերում հաստատելու մեր մեջ, մեկ նպատակ ունի՝ այդ հավատքը, հույսը, սերը ուրախության վերածել, տխուր դեմքով, դժգոհ դեմքով ամեն օր չապրել այս աշխարհի մեջ։ Լույսը, որ մենք ամեն օր տեսնում ենք, սա ամենամեծ ուրախությունն է մեզ համար, որովհետև ոչ ոք չգիտի վաղ առավոտյան ինքը կարթնանա թե չէ։ Երբ որ մենք այսօր արթնացել ենք, եկել ենք այստեղ կամ քիչ հետո ուրիշ տեղ պիտի լինենք, Տերը մեզ չի խոստացել, որ անպայման գիշերը պիտի քնենք, կամ երբ որ մենք պարկում ենք քնելու, Տերը մեզ չի խոստանում լուսաբաց, բայց երբ որ դու հավատքը, հույսը, սերը քո կյանքի մեջ ունես, դու անպայման կարող ես այդ ամենը տեսնել քո կյանքի մեջ։ Եվ ինչպես որ օրինակը բերեցի ուռենին, վայրի ու անպտուղ է, մենք մեզ այդպես վայրենի ու անպտուղ ենք դարձրել, սիրելիներ։ Այս աշխարհը մեզ ամեն օր փորձում է գրավել։ Այս աշխարհը մեզ ամեն օր փորձում է հեռացնել ճշմարտությունից, եւ մենք պիտի փորձենք մնալ մեջ։ Այ մի քանի օր առաջ ֆուտբոլային հանդիպում էր, որ Սերբիայի ֆուտբոլային ակումբը, նրա հանդիսատեսը շատ գեղեցիկ Հիսուսի պատկերն էին պատկերել ամբողջ ստադիոնի մեջ եւ գրել են թող մեր հավատքը ձեզ հաղթանակ պարգևի։ Եվ ինչ արեց միջազգային ֆուտբոլային կազմակերպությունը, այդ ակումբին տուգանեց, ասելով որ անպատշաճ խոսքեր է գրել, չի կարող Հիսուսով հաղթանակ լինել։ Սա ամենապարզ օրինակն է մեր կյանքին, որ ինչպես 21-րդ դարում, ինչպես առաջին դարում փաքահանայապետերը, փարիսեցիները, դպիրները պիտի լռեցնեն եւ աղոթքի խոսքը փորձեցին լռեցնել եւ մյուս ակումբների համար նույնը պիտի լինի, եթե դուք էլ փորձեք Հիսուսով հանկարծ հաղթանակ ուզել այս աշխարհի մեջ, մենք ձեզ կտուգանենք, ձեզ կպատժենք, ձեզ ազատությունից կզրկենք, հանկարծ չփորձեք ձեր տներից դուրս Աստծո մասին խոսեք։ Սա է խորհուրդը, որ Տերը գալիս է ամեն օր մեր կյանքի մեջ, բայց մենք մեղքի տեսքով Տիրոջ գալուստը լռեցնում ենք։ Եվ ինչպես այն ժամանակ փորձեցին լռեցնել, բայց նույնիսկ քարերն աղաղակեցին, այսօր բնություն ամեն օր աղաղակում է, որ Տերը ներկա է ձեր կյանքի մեջ։ Ամեն օր ծառի օրինակով ցույց է տալիս մեզ, որ դուք էլ ձեր տերևը, հույսը, ձեր պտուղը, սերը, ձեր հավատքը, ծաղիկը պահեք ձեր կյանքի մեջ, անուշահոտեք, զարդարվեք, ոչ թե սուրեն ու պարզ ճյուղերը մեր գլխին դնենք, գեղեցիկ այդ օրը մոռանանք, այլ ամբողջ տարվա, ամեն օրվա մեր ժամը, վայրկյանը այդ զարդարությամբ պիտի լցված լինի։ Առանց այդ հոգևոր գեղեցկության չկա այլ գեղեցկություն, սիրելիներ։ Եթե քո նպատակը Քրիստոսի հետ նույնանալը չէ, Քրիստոսը նման կյանք ունենալը չէ, Քրիստոսի պես հաղթանակի ձգտելը չէ այս կյանքի մեջ, հավիտենական կյանքն ունենալու, մենք արդեն պարտված ենք այս աշխարհի մեջ։ Ուրեմն Հիսուս այսօր էլ մեզ է ընդառաջ գալիս, մեզանից է պահանջում, որ մենք էլ մեր հին մարդուն հանենք մեր վրայից, նորը հագնենք։ Ինչպես որ ամեն անգամ մեր զգեստները փոխում ենք, որպեսզի մենք նոր ավելի գեղեցիկ կլինենք, բայց հիշում է որ հոգևոր մարդուն, մեր ներքին մարդուն, այս մարդը, ինչ որ հիմա ես կամ դուք կաք, սա մի օր պիտի ծերանա, պիտի հիվանդանա, մազերը պիտի թափվի, կնճիռներ պիտի առաջանան, գուցե շատ նիհարենք, մեզ ոսկորները փշրվեն, սա պիտի տեղ ունենա, որովհետև սա մերը չէ, այլ ներքին մարդու
մասին պիտի մտածես։ Քո ներքին մարդուն այսքան գեղեցիկ պիտի զարդարես։ Երբ որ քո ներսը գեղեցիկ է, դու կարիք չունես արտաքին գեղեցկություն փնտրելու։ Պետք չունես քո աչքերը, քո ունքերը շտկելու, որպեսզի գեղեցիկ երևաս, եթե քո ներսը գեղեցիկ է։ Երբ որ դու գեղեցիկ ես, քո ժպիտը քո գեղեցկությունը ցույց է տալիս։ Մեր դեմքը մեր հոգու հայելին է։ Ինչ որ կա մեր հոգու մեջ, այստեղ երևում է։ Մենք մարդու դեմքին նայում ենք, չասում ենք, այս ինչ թթված մարդ է, այս ինչ չար մարդ է, այս ինչ ուրախ մարդ է, ինչքան խաղաղություն կա այս մարդու մեջ։ Ուրեմն քո հոգին են տեսնում քո դեմքի վրա։ Եվ Հիսուս գալիս է այդ ներքին մարդուն փոխելու, ներքին մարդուն ուրախացնելու։ Եվ եթե քո ներքին մարդը միշտ ուրախ է Տիրոջով, դու ուրախ պիտի լինես այս կյանքի մեջ, որովհետև Տերը մոտ է։ Այսօր սկսվում է ավագ շաբաթը, սիրելիներ։ Վաղվանից սկսվում է մեր ամենադժվար օրերը, որ Հիսուսի երկրավոր կյանքի վերջին օրերը պիտի լինեն։ Միասին պիտի տառապենք, չարչարվենք, մատնության ցավը զգանք, պիտի տառապանքի ճանապարհով խաչելություն գնանք, մեղքի գերեզման պիտի մտնենք, բայց ամենակարևորը հարության հույսով այդ ամենը պիտի անենք։ Եվ այս ծաղկազարդի խորհուրդը, որ Տերը գալիս է, գիտեք սիրելիներ, հрьяաները տարվա մեջ երբ որ հավաքվում են իրենց զատիկը նշելու, 5 օր առաջ արդեն գառնուկին իրենց տուն էին բերում։ Ուրեմն Աստծո գառնուկը Հիսուս այսօր գալիս է Երուսաղեմ իր տուն մեզ համար չարչարվելու։ Այս փառավոր ընդունելությունը կեղծ էր մարդկանց համար։ Այդ նույն ժողովուրդը 5 օր հետո պիտի պահանջի Հիսուսի խաչելությունը։ Այդ նույն ժողովուրդը 5 օր հետո պիտի Հիսուսի արյան ծառավն ունենա։ Նույնը մեր կյանքի մեջ է։ Մեզ կարող են հենց այսօր գովաբանել, մեզ փառավորել, 5 օր հետո մեզ էլ սպանել, խոսքով, բարոյապես, հոգևոր իմաստով, ամեն տեսակ կարող են մեզ սպանել։ Սա էլ Հիսուս ուզում է ցույց տալ մեզ, որ մարդկանց կեղծ գովերքներով չհպարտանանք։ Հիսուս չփառավորվեց, իրեն այդպես թակավոր չզգաց, ինչպես մենք ենք ուզում այդպես թակավոր լինել, այլ իր խոնարհության մեջ եկավ, ցույց տվեց իր գալուստը, մտավ տաճար, մաքրեց եւ նորից վերադարձավ Բեթանիա դիմացի գյուղը այնտեղ գիշերելու համար, որովհետեւ հрьяաները փնտրում են թե ինչպես նրան սպանեին, որովհետեւ հարություն էր տվել Ղազարոսին։ Եվ դա էր պատճառը, որ Կայափան տարվա քահանապետն ասում է, լավ է մեկ մարդ կորցնենք, քան մի ամբողջ ժողովուրդ կորցնենք։ Ուրեմն լավ է այս մեկին սպանենք խորհրդավոր իմաստով, քան մենք մեր դիրքն ու պաշտոնը կորցնենք։ Լավ է այս մարդուն անպատվենք, զրպարտենք, քան մենք մեր հեղինակությունը կորցնենք։ Սա է խորհուրդը այս ամենի։ Եվ եթե դուք ուզում եք մնալ այդ ճշմարտության, միշտ Տիրոջով ուրախ եղեք։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք, այդ հոգևոր ուրախությունը միշտ ապրեք ձեր կյանքի մեջ։ Ձեր ամեն օրը իբրև վերջին օր ապրեք այս աշխարհի մեջ։ Ձեր ամեն օրը վերջին հնարավորություն տեսեք, ինչ կանեիք, եթե այսօր ձեր կյանքի վերջին օրը լինեիք։ Ում հետ եք, որ ոխ ունեք, խնդիր ունեք, քեն ունեք, խռով եք, այդ մարդուն փնտրեք ձեր կյանքի մեջ։ Ում եք մոռացել ասել, որ ես քեզ սիրում եմ, ասեք այդ մարդուն։ Ում վաղուց չեք զանգել, զանգեք այդ մարդուն։ Ասա ինչպես ես, լավ ես, այսքանը բավական է, որ այդ քո հոգևոր ուրախությունը փոխանցես նաև այդ մարդուն։ Եվ Տերը կգա ու կլցնի մեր կյանքը այդ ուրախությամբ եւ մենք էլ ծաղկազարդված կլինենք Տիրոջը դիմավորելու համար։ Եվ ինչպես որ այդ օրը գովաբանեցին, մենք էլ ասենք. Օրհնյալ ես Տեր, որ գալիս ես Տիրոջ անունով։ Քո գալը բարի լինի մեր կյանքի մեջ։ Քո օրհնությունը թող անպակաս լինի մեր կյանքի մեջ։ Թող քո սերը միշտ թևածի մեր երկնքում։ Թող մեր հույսը միշտ հասածուն լինի, իսկ մեր հավատքը անսասան, անուն երեր, որ դու գաս եւ ուրախանաս եւ մենք էլ մոտենանք քեզ իբրև կույրեր, կաղեր, անդամալույցներ այդ հոգևոր ցավից բժշկվելու եւ հարության վկաներ լինելու եւ միշտ փառավորելու քեզ։ Օրհնյալ ես Տեր, որ գալիս ես Տիրոջ անունով։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։